Սուրբ Գիրքը ասում է, որ այդ օրը բազմաթիվ մեծահարուստներ, բազմաթիվ քանակի նվիրատվություններ արեցին։ Բայց Հիսուս Քրիստոս իր աշակերտներին մատնացույց արեց այս այրի կնոջը, որը երկու պղնձեդրամ բերեց և գցեց գանձանակի մեջ։ Եվ Հիսուս Քրիստոս ասաց, որ այսօր ամենամեծ նվիրատվությունը այս կնոջն էր, որովհետև բոլորը նվիրաբերում էին նրանից ինչ ավելացել էր, բայց այս կինը նվիրաբերեց ամբողջը, ինչը որ նա ուներ։ Այժմ եկեք հասկանանք, թե այս երեք դրվագները ինչքանով են միահյուսված մեկը մյուսին։ Նախ Հիսուս Քրիստոս հռչակում է իր ինքնությունը, իր Աստված լինելը։ Երկրորդ խոստում է տալիս ամենքից իր հետ համբարձվելու երկրիկ և որ աջ կողմում նստելու, միայն եթե մենք ընդունենք նրան իբրև մեզ Տեր և Կրկիչ։ Եվ ընդունելու համար նա պարզ մի օրինակ է բերում։ Ասում է եղեք այս այրի կնոջ պես, ով իր երկու մետաղադրամը նվիրաբերեց Աստծուն։ Մենք այսօր շատերս ունենք տարատեսակ հարստություններ, մտավոր, նյութական, ֆիզիկական, բոլորս էլ հարուստ ենք, ինչ որ շնորհներով, որ Աստված մեզ տվել է։ Բայց ինչքան էլ մենք հարուստ լինենք, երկնքի և երկրի արարչի աչքերում այդ հարստությունը ընդամենը երկու մետաղադրամ է, երկու չնչին գրոշ, որը նա ակնկալում է, որպեսզի մենք իրենք նվիրաբերենք։ Ես ինքս ունեմ երկու պղնձեդրամ, առաջինը իմ հոգին է, երկրորդը իմ մարմինը։ Իմ երկու պղնձեդրամը իմ ամբողջ գոյությունն է, իմ ինքնությունն է, ես ինքս եմ։ Եվ Հիսուս Քրիստոս այսօր ասում է, եթե ցանկանում ես ինձ Տեր ընդունել, քո ամբողջ գոյությունը և քո ամբողջ ինքնությունը նվիրաբերիր ինձ, դուր ինձ և ինձ հետ համբարձվիր դեպի երկնքի հոր աջ կողմում նստելու, որտեղ քո բոլոր թշնամիները պիտի ոտքերի տակ իրեն պատմեն։ Թող Աստծո սերն օրհնությունը ամենքիդ հետ լինի։ Այս պայքարի մեջ, որ մենք պահում ենք մեր մեղքերի դեմ, թող Աստծո Սուրբ Հոգու զորությամբ առաջնորդվելով հաղթենք ինքներս մեզ և լինենք իրական մարմին, մեր Տեր և Տեր Հիսուս Քրիստոս։ Ամեն։